Ես ամեն ինչ գիտեմ իմ խնդիրների մասին, հասկանում եմ բոլոր տրավմաները, նարցիսական և մնացած, բայց ամեն դեպքում իմ խնդիրները չեն լուծում և ես ինձ ավելի լավ չեմ զգում, ինչ անել։ Իրականում խնդրի միայն հասկացումը չի լուծում խնդիրը, որովհետև մեր տրավմաները հարաբերությունների մեջ ենք մենք ստանում, և բուժումն էլ հարաբերություններն են։ Հաճախ դիմացինի ներկայությունը շատ կարևոր է, բայց սովորական ներկայություն չէ, այլ ընդունող ներկայություն, անպայմանական ընդունող։ Հոգեթերապևտը կլինի, ընկերը կլինի, հարազատը կլինի։ Եթե դուք ունեք այդպիսի ներկայություն, դուք շահել եք այս կյանքում։ Որովհետև տրավման ապրում է մեր նյարդային համակարգի մեջ, մեր լիմբիկ համակարգում։ Այդ պատճառով միայն խնդրի հասկացումը չի լուծում խնդիրները։ Չէ՞ որ դժվար է մարդուն ընդունում տալ, ապահով ներկայություն տալ այն ժամանակ, երբ որ մարդը անկայուն է, նյարդային է, ագրեսիվ է, տխուր է, վախեցած է, տագնապներ ունի։ Իսկ հոգեթերապիան հենց այդ ժամանակ է պետք մարդուն։ Իսկ հոգեթերապևտի կայուն ներկայությունը օգնում է, որպեսզի մարդը բուժվի, մարդը կայունանա, նոր փորձառություն ձեռք բերի։ Սովորի, որ հարաբերությունները միայն վտանգի մասին չեն։ Հարաբերությունները նաև ընդունող կարող են լինել։ Երբ որ կայուն հարաբերությունների մեջ է մարդը մտնում, սկսում է բուժվել և կարգավորվել։ Եվ ուղեղը նոր փորձ սովորելով, այսուհետև մարդը սովորում է, որ հարաբերությունները մենակ վատի մասին չեն, հարաբերություններում նաև ընդունում կա, լավը կա, և այդ նոր փորձը տանում է իր հետ կյանք։ Այսինքն կարողանում է ավելի առողջ հարաբերություններ կառուցել, իրեն ավելի կայուն է զգում ներսից։ Այդ պատճառով է հոգեթերապիան շատ անհրաժեշտ մարդուն։ Կամ եթե էլի եմ ասում, բախտներդ բերել է, լավ ընկեր ունենալ, ով որ ձեզ ընդունում կտա միշտ, ապահով ներկայություն։ Չէ՞ որ դիտորդի ներկայությունից դիտվողը փոխվում է, սա արդեն ֆիզիկա է։ Եվ իրոք դա այդպես է։ Մենք կարիք ունենք մեկի, ում ներկայության մեջ կարող ենք ապրել մեր էմոցիաները, ում ներկայությունը մեզ կբուժի։ Սա խիստ անհրաժեշտ է, ոնց որ մանկան անհրաժեշտ է ծնող ունենալը։ Նույնպես մենք կարիք ունենք միմյանց։ Մարդը սոցիալական էակ է ամեն դեպքում։ Հոգեթերապիայի համար կարող եք դիմել զանգ արելով կամ գրելով էջին։